Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր հետաքրքիր այց ունենք Վանաձոր, շատ մոտիկ տեղ ենք եկել, մեր Տիգրան Հարությունյանի մոտ, Մեջ բրենդին, ինքը իրանք կներկայացնի ու կներկայացնի նաև բրենդը։ Շատ հետաքրքիր ու այն ամենասկզբից ինձ ծանոթ բիզնեսներից է ու շատ մեծ սիրով եմ եկել իր մոտ։ Խնդրեմ Տիգրան ջան, հենց առաջի հարցը մեր 6 հարց 6 անկյան հետ, ուզեինք ոնց որ քեզ դու ներկայացնեիր ու բիզնեսը ներկայացնեիր, հա։ Ուրեմն սենց ասեմ, բիզնես գաղափարները ոնց որ մեր առօրյա կյանքի մի մաս են կազմում։ Մենք ուղղակի պետք է ուշադիր լինենք եւ նկատենք ինչ խնդիրներ կան մեր միջավայրում։ Այս բիզնես պրոյեկտը իմ բիզնես պրոյեկտներից մեկն է, որը ոնց որ ահագին բավականին երկար ճանապարհ եմ անցել իր հետ, կան նաև ուրիշ բիզնես պրոյեկտներ, որովհետև իրականը բիզնես պրոյեկտը նա է, ինչ խնդիր դու տեսնում ես ու ինչ խնդրի լուծում ես առաջարկում։ Մենք նկատեցինք, որ ըմպելիքներ ունենք կարճ պահպանման ժամկետ, հենց աշխատեցինք, ստացանք մի տարա, որտեղ խառնված չեն խառնուրդները ու երկու բաղադրիչները առանց իրար ավելի երկար են պահպանվում։ Ու այդ բաժակը տենց մտածեցինք, գծագրեցինք ու տենց սկսեցինք իրան բիզնես սարքել։ Ու ամբողջը ծնվում է խնդրից, որ խնդիր ես նկատում, փորձում ես լուծել։ Ու խնդիրը սպառագամ, գիտեմ, որ ինքը նաև մտավոր սեփականության sense ասած։ Այո, խնդիրը այն էր, որ խառնվող, ուրեմն այդ գաղափարը այնքան պարզ էր, որ ցենց պետք է առանց իրար խառնվելու եղնեն, ու սա ասում էին այդպիսի բան կա, բան աշխարհում ցենց ոնց կարա չլի ամեն ինչ կա, բան, ու ցենց իրականում չկար, որովհետև մենք դժվարությամբ ստացանք այդ բաժակը, ստացանք այդ տարան, հետո սկսեց պատենտավորման process-ները, հետո աշխարհում ցենց գնաց, մեզ առաջի դիմում տվեցինք Ժնևում, այնտեղից դրական պատասխան եկավ, այսինքն այդ այն օղակներն են, որտեղ ընտրվում են տեսնում են աշխարհում նմանատիպ գյուտեր կան թե չկան, ու չկար, ու թենց մեզ տվեցին մեր արտոնագիրը, նաև գրանցեցին մեր գյուտը, այդ համաշխարհային արենայում մենք թենց կամաց աստիճանաբար մի քիչ դժվարություններով, որովհետև ցանկացած նոր գաղափար ունի իր դժվարությունները ու ցանկացած նոր գաղափար ստեղծող պետքա պատրաստ լինի բիզնեսային փուլին, ու նաև պետքա ոչ թե պատրաստ լինի, չվախենա այդ ջուրը մտնելուց, էլի։ Խնդրեմ, ոնց որ ասում եմ, մի հատ փորձարկում է հենց այն ձևը, այսպես ասած, մեր հեռուստադիտողին հետևորդներին ցույց տալ, թե ոնց է вообще մեջի այդ process-ը կայանում, ու նոր անցնենք հաջորդ հարցին, որտեղ հաստատ հետաքրքրություն առաջացավ այսքանից հետո, թե ոնց է դա։ Ուրեմն ջուրն առանձին է, փոշին սուրճը առանձին է։ Սենց սեղմում ենք, մեջի ֆոլգան պատրվում է։ Մեջի ֆոլգան պատրվում է ու սուրճը լցնում ենք մեջը։ Ու թափահարում ենք, դառնում է թարմ սուրճ։ Սենց կողքի պահեմ, որ ավելի լավ երևա։ Այսպիսի հեշտ մեխանիզմ է, ինքը հնարավորություն է տալիս, ինքը նոր հնարավորություն է ստեղծում եւ արտադրողի համար, այսինքն շուկայում մենք բավականին լայն ծանվավելու ժամանակ ունենք, որպես պահպանման ժամկետ, եւ սպառողի համար է շատ կարևոր, որովհետեւ ինքը միշտ օգտագործում է թարմ ըմպելիք, ու բոլորից ձեռք է տալիս։ Այո։ Համ համով է, համ էլ ամենակարևոր բանը, որ իր մեջ որերից է հավելում չկա, որպեսզի իրան երկար պահպանի, դա մեխանիկական խնդրով ենք լուծել ու միշտ զարմացել ենք, թե այդ ինչքան քիմիական բաներ են հնարել, որպեսզի երկար պահպանեն, բայց պարզ մեխանիկական բանը շատ ավելի հեշտ փրկություն էր։ Զարգացման ինչ փուլում եք գտնվում այս պահին Տիգրան ջան։ Հետաքրքիր է այդ մասը նաև։ Ճիշտն ասեմ, չգիտեմ ինչ փուլն է, որովհետև չգիտեմ դա այդ փուլը ինչքան է, ինչ հեռավորություն ունի, ինչքան մտածած բաներ կա, բայց ես էլ չեմ հասկանում այդ երկար շղթայի որ մասում եմ, որովհետև մեկ երևացող բաները այնքան էլ այդպեսին չեն, կարող է ես ավելի հեռու եմ, քան պատկերացնել, կամ ավելի շատ ճանապարհում եմ անցնելու, մինչև այդ մեր երազանքը իրականություն կդառնա ու որն է մեր երազանքը, որ մեր ապրանքատեսակը ճանաչվի աշխարհում, լինի աշխարհի տարբեր անկյուններում ու մարդիկ օգտվեն, էլի։ Այդ պարզ մեխանիզմից, որ մենք ստեղծել ենք մարդկանց հարմարավետությունը, ես իմ համային ռեցեպտորները պահպանելու համար
Եթե արտահանումներ նպատակը ունենք այս պայն արտահանում, թե մենակ ճիշտն ասած, այս պահին մենք տենց մեծ ծավալներ չունենք արտադրման, մեր փոքրիկ արտադրամասն ընդհանրապես է, որ հիմնականում լաբորատորիա հանդիսանում, որովհետև անընդհատ այստեղ էքսպերիմենտներ եմ անում, նոր պրոդուկտներ եմ մտածում։ Ահագին լավ, այսինքն հələ որ արտադրական process-ներում ենք գտնվում այս։ Իրականը ոնց որ այս ամեն ինչը ոնց որ ավելի շատ լաբորատորիա է, նոր մեծ հարթակների համար, այսինքն ոնց որ այս մեր անցած ճանապարհները ոնց որ մշակում է մեծ արենաների համար, էլի։ Այս բոլոր տեսանելի խնդիրները նպաստելու են մեզ մեծ դաշտերում, այո։ Հիմա հենց հաջորդ հարցը դրան է վերաբերում իրականում, ովքեր են նպաստել բացի ընտանիքը, ընկերները, լսեցինք մարքեթինգային process-ը, ընկերները, ընտանիքը միշտ կողքդ, բայց ովքեր են հիմնական նպաստել կայացմանը գոնե մինչև այս փուլը։ Ուրեմն USAID դրամաշնորհին եմ մասնակցել, երկու անգամ մասնակցեցի ու իմիջայլոց շատ լավ մարդիկ են ու հատուկ իրանց եմ ուզում շնորհակալություն որպես մարդ, որովհետև ես այդ ճանապարհին ոնց որ խամրուկել այնտեղ բավականին շատ բան ես սովորեմ ու այս process-ի ընթացքում ես այդտեղից դրամաշնորհ եմ ստացել, ոնց որ դրամար ասեցի, բայց բացի դրամաշնորհը բավականին կրթական ճանապարհի սկիզբ հանդիսացավ ինձ եւ ես հասկացա, որ ես առաջին հերթին պետք է ինձ վրա աշխատեմ ու նոր բան հնարելով չի միայն, պետքա լավ զարգացած լինես, որ հասկանաս եւ մարքեթինգը եւ հասկանաս շուկան եւ հասկանաս ամեն ինչ եւ լոգիստիկան, այդ ամեն ինչը մինչեւ դու չհասկանաս, դա դժվար իրագործել է լինելու ու ասեմ տենց ճանապարհին բավականին շատ Ես նորարարության հետաքրքրությունն անում եմ, որ ճանապարհին շատ ընկերներ ես ձեռք բերում, լավ ընկերներ ես ձեռք բերում, պինդ ընկերներ ես ձեռք բերում, կարող է քեզ ինչ որ տենց հատուկ չնկատած չլես որ դա օգնություն է, բայց դա քեզ համար մեծ օգնություն լինի գաղափարական առումով նկատ, բայց ասեմ ընտանիքս շատ աղբերներս, քուրս, տենց ու հանդիպած ամենամեծ խնդիրը, որը որ բախվել եք, կամ հիմա այդ խնդիրը եթե կա։ Ասեմ ամենամեծ խնդիրը քո մեջ է, որովհետև քո ակնկալիքները միշտ չի համապատասխանում իրականության հետ, ամենամեծ խնդիրը երևի դա է, որ մենք ինչ-որ մի բան ակնկալում ենք, հենց պատկերացնում ենք, գծագրում ենք բան, բայց դա իրականությանը չի համապատասխանում, մենք երևի պետքա ավելի շատ իրականության հետ հարմարվենք, հաշտվենք, դա է երևի միակ խնդիրը, որովհետև մենք ակնկալում ես adekvat միջավայր, բայց այդ adekvat միջավայրը գոյություն չունի, ասենք ոնց որ մենք երկրում սովորենք, ոնց որ մարդկանց ընկալումները քեզ թվում է թե պետքա տենց եղներ, տրամաբանոյ, բայց իրականում այդ ձև չի։ Ու այդ խնդիրը ոչ թե նայա որ այդ ձև չի, այլ խնդիրը այնա որ դու պատկերացնում ես որ պետքա այդ ձև եղներ, բայց այդ ձև չի։ Մենք պրոստը պետքա մեր ակնկալիքների հետ համահունչ նաև իրականությանը վերաբերվենք, շատ կարևոր է իրականությանը զգալ, ինչքան էլ ուզում ենք երազային ծրագրերով գնանք, մենք պետք է հաշվի առնենք, որ մենք ապրում ենք իրականության մեջ, որ այն ձև չի, ինչ ձև մենք պատկերացնում ենք։ Ասեմ, իր ստացման բանը process-ներ մի քիչ դժվար, երբ արդեն պատենտավորման փուլերն անցել էինք, ամես պետք էր իրականություն ունենանք, բաժակ ունենանք, մենք դեռ բաժակ չունեինք ու մեր գործընկեր ընկերությանը երբ ես առաջի անգամ մոտեցա իրանց ինժեներները նայեցին, ասեցին սա մեր մոտ հնարավոր չի ունենանք։ Վերջը տենց գնացի մի տարի ուղիղ չարչարվեցի, տենց լաբորատոր փորձերով բանով ստացանք, այս սեղմիչը միշտ բանա, այս սեղմիչը չէին կարողանում էլի ստանել, ոչ թե չէին կարողանում, առաջի օրը գծագիրը նայեցին, ասեցին սա մեր մոտ հնարավոր չի եղնի։ Ես մի 1000 հատ փորձ արեցի ու ստացա։ Այն որ դաժե ընկերներս ասում են այդ Իրան ջան, ես մեզ են ասին հնարավոր չի, այդ ինչ պերես, դե համառությունը ինձ թվում է գործի կեսն է, Անտիշ, ինչ խորհուրդ կտաք այդ նոր սկսողներին, ինչից սկսեն, ինչ անեն առաջնային քայլերը։ Ես երևի էլի էմոցիոնալ դաշտ տանեմ, ինչ որ մի բան պետքա սիրես, ուզենաս անես, այդ համառության պահն է, որ անկախ ամեն ինչից դու այդ ճանապարհով գնում ես, անգամ երբ անլուծելի խնդիրներ ես տենեմ, առաջի հայացքից, տենց ասենք, հետագայում դրանք լուծում։ Մոտ տենց շատ պրոցեսներ այլել, երբ ես մտածել եմ վերջ,
սաղ կորավ, լավ ասել եմ, կորավ, մի հատ նորից շունչ քաշի, դա մի հատ սովորի, որ հաջորդի ժամանակ ճիշտ անես, մեկ էլ այդ սովորելու ընթացքում բավականին լծակներ են տեսել, սկսել օգտագործել։ Ես ինքս աշխարհը պետքա սիրեն, աշխարհի խնդիրները պետքա փորձեն լուծեն, եթե ստարտափեր են, սովորական բիզնեսները մի ձև ուրիշ են, ստարտափերը ուրիշ են, որտեղ ստարտափերը որոշակի հատուկ խնդիրներ են լուծում, որ մինչև այդ չեն լուծել կամ ուրիշ ձևի են լուծած եղել։ Պետքա համառ լինեն, մեկ-մեկ շատ կարևոր բան է, որ մեկ-մեկ մենք նոր ստեղծած բանը սկսում ենք զարգացնել, մեկ-մեկ մի փուլ է գալիս, որ մտածում եմ, որ դու չես կասկածել այդ ամենը չի, բայց դու ես կասկածել, բայց չէ, այդ դիսցիպլինան, այդ դիսցիպլինան պահում է քեզ, սկսում ես կանոնակարգված աշխատել, ապրել, ես օրինակ ամեն առավոտ եղբորս հետ ամեն առավոտ դուրս եմ գալիս, սպորտով եմ զբաղվում, ոնց որ դա այն դիսցիպլինայի մի կողմն է, որ ես իմ օրգանիզմը փոխել եմ այդ ռեժիմին, որ ես պետքա ինչ է լինի, ուզում եմ լավ եղնի, ուզում եմ ես պետքա այդ գործողությունը անեմ։ Այդ դիսցիպլինան, այդ երասկոտ մարդուց մեզ տանում է դեպի ուժեղ, չգիտեմ, գործարարը կամ չգիտեմ, այդ դիսցիպլինան շատ կարևոր է, համատեղել երազանքների հետ։ Հուսանք որոշ ժամանակ հետո արդեն Վանաձորյան մեր սուրճերը նաև կտեսնենք աշխարհի մի քանի երկրում գոնե ու նաև կտարածվի ամբողջ աշխարհով։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։